Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր խաչվերածից հետո 6-րդ կիրակին է, որը հայոց առաքելական եկեղեցու տոնացույցին գյուտ խաչի տոնն է, որը տարվա ընթացքին խաչի նվիրված տոների վերջի տոնն է, որը կատարվում է մեր եկեղեցում։ Գյուտ խաչի տոնի դեպքը պատահել է 327 թվին, երբ Երուսաղեմն արդեն դարձել էր ուխտատեղ, եւ տարվա ընթացքին բազմահազար նորադարձ քրիստոնյաներ Երուսաղեմ էին գալիս ուխտի։ Այդ ուխտավորների շարքին էր Հռոմի Կոստանդիանոս Կասի մայր Հեղինե Թագուհին, որը ծրագրել էր ուխտի գալու սուրբ քաղաք Երուսաղեմ եւ իր աչքերով տեսնել Քրիստոսի ապրած, չարչարված եւ խաչված սուրբ վայրերը, ինչպես նաեւ գտնելու Քրիստոսի խաչափայտը։ Թագուհին Երուսաղեմ հասնելու պես երկար փնտրտուքներից հետո ութանունով ծերունու ցուցմունքներով գտնում է Քրիստոսի խաչափայտի վայրը Գողգոթա լեռան վրա։ Գողգոթա լեռը Քրիստոսի խաչելությունից հետո վերածված էր աղբատեղի եւ դարձել էր աղբանոց։ Հեղինե Թագուհու կարգադրության Գողգոթան մաքրվում է աղբից եւ զանազան պեղումներ կատարելուց հետո գտնվում են 3 խաչափայտեր, որոնք իրար նման էին եւ հնարավոր չէր զանազանել իրարից։ Այդ մտածումների մեջ էին, թե ինչպես գտնել Քրիստոսի խաչափայտը հանկարծ հեռվից, երևում են ուղարկավորների մի խումբ, որը տանում էին մի պատանու տյակ թաղելու համար, որը իր ծնողների միակ զավակն էր։ Հեղինե Թագուհու կարգադրությամբ մահացած պատանու տյակը մոտեցնում են խաչափայտերին եւ Քրիստոսի խաչափայտը ցույց է տալիս իր զորությունը եւ պատանին կենդանանում է։ Ներկաներից շատեր տեսնելով այդ հրաշքը հարցի են գալիս եւ այդ դառնում են քրիստոնյա։ Այդ շարքին է ըստ եկեղեցու պատմության մի երիտասարդ, որը տեսնելով հրաշքը դառնում է քրիստոնյա եւ Քրիստոսի ավետարանը քարոզներից մեկը, որը հետագային դառնում է Երուսաղեմի եպիսկոպոս Գյուրեղ Երուսաղեմցին, որը իմացական եւ սուրբ գրային լայն հմտությամբ դարձավ Քրիստոսի եկեղեցու մեծ հայրերից մեկը։ Դարձ եկած քրիստոնյաներ եւս տեսնելով Քրիստոսի խաչափայտի զորությունը, խանդավառված ավելի են զորանում իրենց հավատքի մեջ եւ թափոր կազմելով խաչափայտը իրենց հետ առած պտտում են քաղաքի շուրջը եւ փառավորում են Աստծուն եւ Քրիստոսին, որովհետեւ նրանք արժանացան տեսնելու Քրիստոսի խաչափայտն ու նրա զորությունը եւ առիթ ունեցան շոշափելու խաչափայտը։ Սիրելի հավատացյալներ, խաչ նախաքրիստոնեական շրջանին եւ Քրիստոսի խաչելությունից առաջ մահվան եւ պատժի սարսափելի մի գործիք էր, ճիշտ այս օրերի կախաղանի եւ այլ գործիքների նման, որոնցով մահապատժ ունեցողներին պատժում էին։ Քրիստոսի երկրավոր կյանքը Գողգոթայի բարձունքին խաչի վրա թափած իր սուրբ արյունով դարձավ փրկություն շատերի, իրենց մեղքերի կապանքներից տալով մահվան գործիքին նոր իմաստ եւ դարձնելով այն հույսի, հավատքի եւ փրկության էակ։ Մենք հավատացյալ քրիստոնյաներս խաչի փրկagorցության խորհրդով փրկվածներ են։ Մարդկության հանդեպ Աստծո սերը եւ զոհության գերագույն գործը Քրիստոսի խաչի վրա անցն առած փրկagorցությունն էր, որովհետեւ
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվավ, որպեսզի նրանք հավատացողները չկորցվին, այլ հավիտենական կյանք ունենան։ Աստված իր միածուն որդուն աշխարհ չղրգեց աշխարհը դատապարտելու նպատակով, այլ աշխարհը փրկելու համար։ Խաչի վրա իր թևերը փռած Քրիստոս մեզ եւ բոլոր մարդկությանը դեպի հավիտենական կյանք է կանչում, մեղքի ու ապականության մեջ եղողներիս, որպեսզի մաքրվեն իր սուրբ արյան Աստված դառնալու նպատակով։ Սիրելի հավատացյալներ, ուր է խաչը եւ խաչյալի տեղը մեր կյանքում եւ համայն մարդկության կյանքում։ Հակառակ կյանքի դժվարություններին, տառապանքներին եւ նեղություններին մենք դեռ համառորեն կարճած ենք աշխարհիկ կյանքին եւ երբեմն գիտակցորեն կամ անգիտակցորեն սկսում ենք հետևել կեղծ խաչերին կամ հավատքներին։ Մեր կյանք երբեմն փոխան լցնելու խաչով եւ խաչյալի հավատքով եւ զորանալ նրանցով դառնում են նյութի եւ նյութականի կերին, մոռանալով մարդկությունը եւ մարդկային սերը մեր նմանների նկատմամբ եւ ամեն ջանք տանում դիզելու աշխարհիկ հարստությունը, մոռանալով Քրիստոսյան խոսքը, որը Ղուկաս ավետարանիչ փոխանցում է մեզ, ուր որ ձեր հարստությունն է, ձեր սիրտն էլ այնտեղ է լինելու։ Աշխարհիկ հարստությունը այս աշխարհինն է եւ պատկանում է, եւ երբեմն ցեցը կամ փողը ու փոթորիկը ոչնչացնում են նրան, բայց այն գանձը, որ մենք դիզում ենք երկնքում, երբեք չի ոչնչանում եւ ոչ ոք չի կարողանում որ փչացնի եւ ապշտակի նրան մեզանից։ Մեր նախահայրերը, սիրելի հավատացյալներ, իրենց կյանքը, սիրտը եւ ամբողջ հոգին նվիրեցին Աստծուն միակ գանձին, Քրիստոսին եւ նրա խաչին ու խաչի հավատքին։ Իրանց հոգիները անցնեցին նրան եւ նրա ծառայությանը ավելի քան 2000 տարիներ։ Քրիստոսի հավատքի ճանապարհը մեր ժողովրդի համար շատ էլ հարթ եւ հանգիստ չեղավ։ Դարերի ընթացքին մեր ժողովուրդը եւս իր խաչ առած քայլեց դեպի Գողգոթա, հավատալով խաչին եւ նրա վրա թափած խաչյալի սուրբ արյանը։ Դարերի ընթացքին շատ ու շատեր ուզեցին, որ մեր պապերի հոգիներում սպանեն ու ոչնչացնեն Քրիստոսի եւ խաչի հավատքը, բայց մեր ժողովուրդը խաչի զորության եւ Քրիստոսի հարության հավատացող ժողովուրդ է եղել եւ միշտ քայլել է այդ ճանապարհով։ Անցյալում, սիրելի հավատացյալներ, ուժով եւ բռնի էին ուզում, որ ոչնչացնեն մեր հավատքը եւ մեր պապերի արյան գնով ձեռք բերված սրբությունները, բայց եւ այսօր փոխել է նրանց գործընթացը, այլևս զենքի եւ բռնի ուժով չի, որ ուզում են ոչնչացնեն մեր հավատքը եւ մեր ազգային սրբությունները։ Մեր ազգի եւ հայոց առաքելական սուրբ եկեղեցու եւ առհասարակ Քրիստոսի եւ նրա վարդապետության թշնամիները եւ հակառակորդները կարան մորթ հագած գայլեր փակում են մեր դռները եւ իրենց փափուկ եւ ճարտար լեզվով գողանում են ձեր եւ ձեր զավակների Քրիստոսի եւ խաչի հավատքը, նրանց դատարկելով ազգային եւ հոգեվոր զգացումներից, զգուշանան եւ արթուն լինեն, որպեսզի թույլ չտան, որ քարան մորթ հագած գայլերը գան եւ սրբապղծեն մեր սրբազան հավատքը եւ անթե
Քրիստոսի խաչին եւ աստուծյանը։ Սիրելի ավադացյալներ, մենք բոլորս էլ երբեմն հեռուստատեսի առջև նստած կամ մուվի թիաթրներ գնալով կամ կոմպյուտերի հետև նստած մուվիներ են դիտում։ Այս վերջեր եթե նկատած լիներ, անցյալում մուվիների մեջ բարի մարդկանց վզին խաչ էր գցած։ Բայց այս վերջեր նկատել եմ ես, վստահ եմ, որ ձեզանից շատերն են նկատել։ Ոչրագոց մարդկանց, չար մարդկանց վզին է, որ խաչ է գցված մուվիների մեջ։ Նկատել եք։ Եթե չեք նկատել ուշադիր եղեք սիրելիներ։ Այդ ճանապարհներից մեկն է, որ գալիս է մարդկության միտքը պղտորելու քրիստոնյաների նկատմամբ, Քրիստոսի հավատքի նկատմամբ։ Այո, նստում ենք մովինային ժամ անցկացնելու համար, մեր օրվա հոգնածությունը հեռացնելու մեզանից։ Բայց ուշադիր լինենք, որ անուղղակիորեն այդ մուվիներ չհասնի մեր եւ հատկապես մեր զավակների հոգիների վրա։ Սիրելիներ, խաչը այն գործիքն է, որ նրա միջոցով հավատում ենք խաչյալ Քրիստոսին եւ նրանով հասնում ենք Աստծուն, նրա պաշտամունքին եւ նրա զորությանը։ Աղոթենք Արքայության Աստված, որ խաչի եւ խաչյալ Քրիստոսի սերն ու զորությունը, որը ըստ օրստորեն ավելի զորացնի մեր հոգիները եւ պաշտպանի մեր բոլոր չարություններից, որովորտնյալ եք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։